Ողջունում եմ բոլորին, ես ուզում եմ ասեմ, որ այսօր Ռազմիկ Վասիլյանի, մեր հայոց ազգային բանակի սպարապետի 65-ամյակն է և Ռազմիկ Վասիլյանը մահացած չի, քանի իր գործերը շարունակվում է և բխում է մեր հավականների մեջ և ոչ հավականների մեջ, ինքը հիմնադիրը դառավ մեր պետության, մեր բանակի և իմ խորին համոզմամբ բոլոր նրանք, ովքեր ջատագում են և ողջունում են նոյեմբերի 9-ի որոշումը, նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար մեր ազգի, մեր պետության թշնամիներն են, բոլոր նրանք, ովքեր ողջունում են օգոստոսի 8-ի որոշումը, մեր ազգի պայծառ ապագայի և պետականության կերտողներն են, ես որպես հաբի զինվոր կկանգնեմ այն մարդկանց և այն ուժերի կողքին, ովքեր օգոստոսի 8-ը որպես մի լույս են տեսնում մեր հայոց պետականության մեջ, շնորհակալություն, ձեր հետ հաբի կոմսներ։